Զոհվածի հայրեն եւ Անգելգորացի տան Զոհված Ղուկասյան Արմանի մայրն եմ եւ անհետ կորած Թորնիկսը նո հայրու որդի էլի Արսեն Արմանն ու Սարգիսը իմ տղան ու թորը Շատ լավ, այսօր այստեղ ինչպես պարոնների ներկայացրեցին, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքները հաղթարինով հանձնաժողովը զեկույց ներկայացրի եւ տարիներ շարունակ ասում են, որ այդ չի բացահայտվում, թե ինչպես եղավ, ով էր մեղավոր եւ այլն եւ այս բացահայտումները անելու համար մենք շատ բաներ գիտենք, շատ շատերն են մեղավոր, բայց մեր կատարած ուսումնասիրությունները ասում էին գնացեք տվյալներ բերեք, որ մենք սկզբնական շրջանում ենք, առաջի օրվանից դեռ այն ուլնեցու վրա էինք գնում, ամբողջ օրը ընդեղ էինք, մեր երեխեքից տեղեկություն չունեինք, գնում էինք ամեն ինստանցիայով էլ կարմիր խաչով, էլ դեռ չենք թողել, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպանով, ամենտեղ մենք անցել ենք, ուզեցել ենք որևէ բան իմանանք, վերջապես հավիճուկ չէր կորավ, զոհվածին գտանք, ինչ վիճակով գտանք, թող թշնամուց չեմ ցանկանում այդ վիճակը, որ մենք ենք իմացել գլխատված, որ զոհվածին գլխատի թուրքը, այդ ձևի, որ մնա 2.5 ամիս Ջաբրայելի այդ անապատներում, այսպես ասած, ինչ վիճակով կարող ենք այդ միջև որոնողական աշխատանքները թույլ տվեցին մեր երեխեքին, մեր լուսի նման երեխեքին, հայրենասեր, հպարտ, այն արժանավոր մարդկանց ասում են, թե Արցախը, որ մերը չէր, ինչի տարար, մեր երեխեքին, մեր քորփեքին ինչի տարար, գցեցիր կրակի բերան, թուրքի բերան, հադրութը հանձնել էր, դատարկվել էր ամսի 10-ին, իմ թորս, որ 11 օրվա ծառայող էր, որ պատերազմը սկսվեց, դու այդ նորակոչիկին 7 գկետով զորակոչված, որ նրան չէր կարելի անգամ զենք տալ, դուք հանել եք դիրքեր են դեպքում, որ համոզված եք դատարկվածա պետք է դրանցնել, նրանք նպատակադրված են ուզեցել վերացնեն մեր զինվորներին, էդի պատահականություն չի, եթե դու հանձնել ես, դատարկել ես քաղաքը, այդ նորակոչիկին, ինչի ես հանում հադրութ, որ ընգնի սպեցնազի, ես ինչ գիտեմ, ինչ պատրաստված ջոկատի ձեռքը, ինչ հարեցին, ինչ եղավ, հետքը կորավ երեխու, բայց մենք համոզված ենք, որ ինքը ողջ է, համոզված ենք, ինքը վիրավոր վիճակում է ընգել գերի, վիրավոր ա եղել չի կարողացել փախնի, Այդպես ենք մենք մտածում, զոհվածների մեջ չկա, ոչ մի մարմին, ոչ մի դենկա, ոչ մի բան չեն տվել իմ թորանից, տղայից գտել ենք այդ վիճակով, ոնց որ նկարագրեցի, բայց թորանիցս ոչ մի խաբար չունենք, մինչև օրս 5.5 տարի արդեն անցավ, 20 թվականի հոկտեմբերի 10-ից չկա, ինչ ենք ապրել, ինչ օրեր ենք քաշել, ասում եմ, էլի եմ ասում, թշնամուս անգամ չեմ ցանկանա, բայց ինքը թշնամուց բեթարա մեզ, մեր ղեկավարը, թշնամուց բեթարա, այդքանից հետո, որ ես այդ կորուստներն եմ ունեցել, ինքը հալածում է իմ միակ որդուն, որ մնացել եմ իր հովանու տակ, ամուսինս երիտասարդ մահացել է երեխեքիս, ինչ ձևով եմ պահել, ինչ դաստիարակությամբ, ինչ Արսեն Ղուկասյանը մայրն եմ ես Արսենի, այո։ Քրեական վարույթ է նկատի։ Այո, ես էլ քանի անգամ իրան արդեն տես պատասխանատվության են արդարացվեց մի անգամ, հիմա նորից ասում են հանցագործես, առանց հաստատելու հանցանքը տարան նստացրեցին, մի ամիս բանտում նուբարաշենում նստեց, 2 ամիս տնային կալանք տվեցին, այդ ինչա կարող է պատահի, մենք ստեղ իրանց ճորտն ենք, իրանց հալածանքի, իրանք պիտի հոշոտեն մեզ, կերեք, արեք մեզ կերեք, ինչ եք ուզում մեզանից, ինչ տանք էլ պրծնենք ձեզանից, բա մենք չիմանանք Մանջան, մենք վեկալեն ունենք, մենք էլ տալու բան չունենք, մեր տալունը Ինձ ճանաչում է, գնացել եմ մտել եմ, ես գնացել եմ ընդունելության 21 թվականին դեռ, ինձ ահաբեկում է,
առանց ամաչելու, ասի դուք էլ երեխա ունեք, ինձ իմ միակ երեխով վախացնում եք, ասում եմ պիտի տղուտ տանեմ քրեական պատասխանատվության ենթարկեմ, որ խելքը գլուխը գա։ Այն ժամանակվանից ծրագրած Արսենին սենց թիրախավորել է, անընդհատ Արսենի հետևից հանգած իր միլիցեքով։ Ուրիշ ծնողների վիճել եմ, բոլորը տեղակ են, ընդեղ ծնողների հետ միասին տեղակ եմ վիճել եմ, այդ մանից դահլիճից դուրս եմ եկել։ Առանց ամաչելու, որ դու իմ նման կնոջ է, որ ես այդ զոհերի, այդ խանից հետո դուք ինձ ահաբեկում եք, վախացնում եք իմ երեխով, որ մի անգամ էլ այդպես խոսել էի, այնքան ապուշներ կան, որ կոմենտարիաներ էին գրել, որ յանի ես սուտ եմ ասում, ամոթ սուտ հասողին, թե դուք պաշտպանում եք նման թափթփուկին, գնացեք պաշտպանել, ես սուտ ասան մարդ չեմ։